Ուրեմն 20 տարիների ընթացքում ես բազմաթիվ հոդվածներ եմ գրել հենց այդ մտահոգությամբ երկրի վիճակի եւ համոզված լինելով որ Թումանյանին մինչեւ հիմա կարգին չեն հասկացել եւ նրա խորհուրդները հաշվի չի առնում այն դեպքում երբ որ Թումանյանը կարող էր լինել նրա Թումանյանն իր խոր գիտելիքներով իր հրապարակումներով իր գաղափարներով կարող էր լինել այսօրվա գաղափարախոսություն մշակողների համար ուղենիշ նույնը Նժդեհը բայց իհարկե այդպիսի իմաստուններին հասկանալ այնքան էլ հեշտ չի եւ հենց այդ միտքը տվել է Թումանյանը իր կյանքի վերջում մահվանից 2 ամիս առաջ ասել է ես գիտեմ մի օր իհարկե ոչ շուտ իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու շատ բան է պարզվելու տեսնելու են բոլորովին ուրիշ բան գրվածներս դեռ լավ չեն կարդացել տեսել Ուրեմն այս Թումանյանին այդ ուրիշ բանը մինչև հիմա չի բացահայտված եւ այս 20 տարիների ընթացքում ես ուղղակի հրապարակում էի հոդվածներ ավելի ճիշտ 94 թվականից սկսած որ բացահայտ բաներ եմ գրել որ այդ ուրիշ բանը հենց այն ոլորտի Թումանյանն է որ սովետի ժամանակ չի ուսումնասիրվել կամ ճիշտ չի մեկնաբանվել դրա մասին նաև Սևակը ունի խոսք ասված Թումանյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ ասել է Թումանյանի այդ դեպի անհուն այդ խոհափիլիսոփայական աշխարհը մինչև հիմա մնացել է ստորադասված եւ չմեկնաբանված Նույն այդ խոհափիլիսոփայական ասածը Սևակը ես կասեի նաև կրոնափիլիսոփայական այսպես ասած եւ այդ ոլորտը որ միստիցիզմն է, օկուլտիզմն է, գաղտնագիտությունը այսպես յոգայի ոլորտն է, բուդդայականության արևելքի փիլիսոփայությունը, որ նա լավ ուսումնասիրել է եւ այդ մասին էլ ահագին բաներ ունի գրված բայց ըստ երևույթին խուսափում էին սովետի ժամանակ այդ մասին խոսել Ուրեմն Թումանյանի այդ աշխարհը միստիկական, գաղտնագիտական չի ուսումնասիրված նույնը Նժդեհին փաստորեն այս 20 տարիների ընթացքում ահագին արդեն հրապարակումներ եղան գրքերով հրապարակում է Նժդեհագետներ են հայտնվել բայց շարունակում են կեղծել շարունակում են Նժդեհին կամ դիտակցված կամ անդիտակից ձեով փորձել սահմանափակել եկեղեցու շրջանակներում այն դեպքում երբ որ նրանք նա իր տիեզերական մտածողությամբ նախ չի կարող տեղավորվել եկեղեցու շրջանակներում եւ բացի դրանից այն արևելյան փիլիսոփայությունը որը ուսումնասիրել են եւ որի հետևորդ է համարում իրեն ինքը այդ գաղափարներով էր ղեկավարվում Նժդեհը դա մերժված է մեր եկեղեցու կողմից այնպես որ դժվար իմաստ չունի նրան տանել սահմանափակել եկեղեցու շրջանակներում այս իմաստով ուրեմն եթե այդ երկու մեծերին ճիշտ ուսումնասիրենք անկեղծ լինենք ու հասկացածը մեջտեղ դնենք կունենանք մի լավ գաղափարախոսություն բայց այս տեսակետից նաև ցանկալի է հենց Նժդեհի խորհուրդն էլ հաշվի առնել որ սովորաբար հաշվի չի առնվում եւ մինչեւ հիմա ինչքան որ ես տեղյակ եմ Նժդեհագետներից որևէ մեկը հաշվի չի առնում այդ Նժդեհի խորհուրդը որ նա ասել է վաղվա առաջնորդն իր հոգեոր սնունդը կառնի նախ իր ցեղի ապա արևելքի հոգու աղբյուրներից ժամանակին ես հանրապետական կուսակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանին նախքան վարչապետ դառնալը որ հետը հանդիպել եմ եւ հարցրել Նժդեհի վերաբերյալ Նժդեհի այս խոսքը հիշեցնելով ասացի ինչ է կարծում այս արևելքի հոգու աղբյուրները որոնք են նա պարզ խոստովանեց ազնվորեն որ մենք դեռ այդ խորությամբ չենք ուսումնասիրել այսօր կարելի է վստահաբար ասել որ ուղղակի այս տեսակետից նաեւ հանրապետական կուսակցությունը որ այսօր երկիր է ղեկավարում կոալիցիա կազմած արևելքը մոռացած Նժդեհյան գաղափարները խորհուրդները մոռացած ուղղակի դեպի Եվրոպա եվրոընտանիք սա մի շեղում է հենց Նժդեհյան գաղափարներից էական շեղում ուրեմն 30 տարվա իմ ուսումնասիրությունները այդ արևելքի փիլիսոփայությունը Ագնի յոգան 20-րդ դարում տված որի մասին էլ Թումանյանը խոսք ունի ասված Թումանյանի խոսքը վերաբերում է
այդ ուսուցիչների հայտնվելուն, որի մասին քիչ առաջ ասեցի, որ պարբերաբար հայտնում են ուսուցիչներ եւ մարդկությանը տալիս են ուսմունքներ։ Թումանյանը մի քառյակ ունի հրապարակած, Խաքանի քառյակը թարգմանաբար նա տպագրել է։ Ասում են, թե 1000 տարին մի անգամ մի փրկիչ է աշխարհ գալիս, մի падգամ, մին երբ եկավ ծնված չէինք մենք մորից, մին էլ երբ գա մեռած կլնենք ցավերից։ Սա ասում է այն մասին, որ իսկապես այդ ուսուցիչների հայտնվելը, իսկ այդ ուսուցիչները դա Զրադաշտն է, Լաոցզին է, Կոնֆուցիոսն է, Բուդդան է, Քրիստոսն է, եկել են եւ պարբերաբար մարդկությանը տվել են ուսմունք, տեսություն, կրոն, որոնք այդ ժամանակ մարդկանց ճգնաժամի մեջ գտնող աստվածային, այսպես ասած, ճանապարհից շեղված մարդկությանը ճիշտ ուղու վրա դնելու համար։ Եվ 19-րդ դարում եւ 20-րդ դարում տրվել է հաջորդաբար Ելենա Բլավատսկայի միջոցով գաղտնի վարդապետության որոշ մասը եւ Նիկոլայ ու Ելենա Ռերիխների կողմից տրվել է 20-րդ դարում եւ այդ ուսմունքը Ագնի յոգան այն փիլիսոփայությունն է, այն կրոնն է, այն գիտությունն է, ես կարող եմ ասել, որ դրանց համադրությունն է, որ մարդկությանը մինչև հիմա տրված է եղել կրոններ, փիլիսոփայություններ, գիտություններ եւ այդ ուսմունքը իրենից ներկայացնում է դրանց համադրությունը։ Իմ ուսումնասիրությունները այս 20 տարիների, 20 տարի եմ ասում կապված Թումանյանի հետ կապված իմ հետազոտություններին, ավելի շատ 30 տարի Ագնի յոգան եմ ուսումնասիրում, մի քիչ ավելի պակաս 17-18 տարի նժդեհ եմ ուսումնասիրում եւ համոզվել եմ, որ այդ մեծերը մեր իրենց ազգի փրկության խնդիրներում ներդաշնակում են ուղղակի եւ ազգային արմատներից ստացած գիտելիքները եւ այդ արևելքից ստացած փիլիսոփայության այդ ուսմունքի գաղափարները։ Եվ արդյունքում այդ իմ ուսումնասիրությունները եկա այն համոզման, որ այսօր երկիրը այս վիճակից կարող է դուրս գալ այդպիսի մի համադրական գաղափարախոսությամբ, որը ես անվանել եմ Դավիթ անհաղթ Թումանյան նժդե Ագնի յոգա, կամուրջ դեպի լուսավոր ու երջանիկ ապագա։ Ճշմարտությամբ դեպի մեծ կուլտուրայի երկիր։ Սա փրկարար եւ հաղթական գաղափարախոսության վերնագիրն է եւ ինձ մոտ մշակված են թղթապանակներով առանձին յուրաքանչյուր այդ վերնագրի անվան հիմնավորում, ինչու Դավիթ անհաղթ, ինչու Թումանյան, ինչու նժդե, ինչու Ագնի յոգա եւ ուր է տանում, ինչպես է որ կամուրջ է դեպի լուսավոր ու երջանիկ ապագա։ Հիմնավորումները եւ մեր հեղինակությունների միջոցով եւ իմ ուսումնասիրությունների հիման վրա, որ կապված է հենց այդ գաղափարների վրա, որ Ագնի յոգան է տալիս որպես փրկարար գաղափարներ եւ ասում է ժողովրդին հարկավոր է տալ փրկարար խորհուրդներ։ Այդ փրկարար խորհուրդները միանշանակորեն համընկնում են եւ Թումանյանի եւ նժդեհի այդ փրկարար գաղափարախոսությանը։